Խնդրում եմ հուշեք մեզ դիտող ծնողներին, թե որոնք են դեռահաս տղայի հիգիենայի ամենագլխավոր կանոնները։ Նախ առաջի հերթին պետք է դեռահասներին երեխաներին սովորեցնել ինքնուրույն կատարել սեռական օրգանների հիգիենան։ Դա իրենից ենթադրում է ամենօրյա տաք ջրով լվացումներ, ջուրը պետք է չլինի շատ տաք, որպեսզի չգրգռի լորձաթաղանթը, պետք է օգտագործել շատ թույլ օճառներ, թույլ նկատի ունենք ոչ հակաբակտերիալ։ Դրանք կարող են լինել հենց հատուկ երեխաների եւ նորածնային ժամանակահատվածի համար նախատեսված կաթնային հիմքով օճառներ, որոնք չեն գրգռում լորձաթաղանթը։ Հարկավոր է ամենօրյա իրականացնել դա։ Եթե դեռահասի մոտ արդեն կա մաստուրբացիա, ապա պետք է սովորեցնել, որ ամեն մաստուրբացիայից հետո պետք է անպայման կատարել հավելյալ սեռական օրգանների հիգիենա լվացում։ Պետք է անպայման թլիպի մաշկը հետ տանել, որպեսզի դա շարժունություն եւ էլաստիկություն ձեռք բերի, որպեսզի հետագայում ֆիմոզի եւ երևույթներ չառաջանան։ Այնտեղ կուտակվում են նորմային ֆիզիոլոգիական նյութեր, մեկմա ճարպանյութեր, որոնք որ բարենպաստ միջավայր են միկրոբների առաջացման համար, ուստի դրա կանխարգելման համար նաեւ այդ հմտությունը պետք է սովորեցնել տղային եւ այն, որ ամեն լոգանքից հետո, ամեն հիգիենիկ լվացումից հետո պետք է փոխել անդրավարտիքը, կրել բամբակյա, ոչ շատ կիպ, ոչ շատ թույլ անդրավարտիքներ, որը նույնպես կարևոր է նաեւ արդեն ամորձիների վերարտադրողական առողջության պահպանման առումով։